Գլխարկս հանեմ, մի հատ sense կարևոր թեմա ենք խոսում, անկախ քաղաքական հայացքներից, դրա համար է գլխարկս հանեցի։ Հիմնականում խոսում եմ Ռուսաստանի հայերիս մասին։ Ստե ինչ որ, նայեք, երկու հատ բան եմ գտե, մեկը գրեցին, որ Գորամատունին է շեշտե, չգիտեմ ով է, Գորամատունին, այսինքն գիտեմ ով է, գրողը չգիտեմ ով է, անանունա ինչ որ գրելա, որ Զվարթնոցում տալիս են ծանուցումներ հավաքների համար, բայց հələ էսի իրա հերթին ստեղ sense մի հատ բան Արմեն Ղալեչյան պաշտպանության նախարարի օգնականն է։ Կարակ մտնեք իր էջը նայեք, գրած է հարգելի քաղաքացիներ, հատկապես Ռուսաստանից ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցելու նպատակով ժամանող քաղաքացիներ, հիշեցնում եմ, որ վարժական հավաքներից խուսափելը պատժվում է տուգանքով աշխատավարձի առավելագույնը 20 պատիկի չափով կամ ազատազրկմամբ 2 ամսից մինչև 3 տարի ժամկետով, սենց հատվածը կա, կարակ մտնեք ինքներդ նայեք, ինչի համար գլխարկս հանեցի, սենց նոր խոսացի, ասեմ, որ բոլորիս համար պարզ լինի, այս պայն ոչ թե խոսում եմ քաղաքական հայացքներով, ես սրտանց կուզենամ սաղ աշխարհի հայությունս գա ու ընտրությունը բոլորս միասին կատարենք ու արդար կատարենք, ոչ թե կատարենք ընտրություն, որ ինչ-որ մի մարդ, ինչ-որ մի բան ա եկալ իր ընտրության դիմաց, այլ իր հոգուն, սրտին ու մտքին այդ հարցը տա ու կատարի։ Ընտրությունը ամեն ձևով գաղտնի ա լինելու, որովհետև դա սահմանադրորեն ընդունված կարգ ա։ Ոչ մեկ բացի քեզանից, ով ուզում ա քեզի ասի, ինչ ուզում ա ասի, բացի քեզանից ոչ մի մարդ չի տենալու, չի իմանալու դու ես ընտրելու։ Այսինքն թեկուզ եւ ինչ որ դու ուրիշ, ասենք, գումարես վերցեկամ եւ այլ, մեկը դու ես մենակ իմանալու դու ես ընտրում։ Դա այդ մասով եմ ասում, կուզենամ որ բոլոր հայությունս կամ մասնակցի։ Բայց այս մի հատ մտեք ուսումնասիրեք ժողովուրդ ջան։ Ընդ մի հատ էլ խոսակցություն էր պատտվում ու ինձ ուղարկում էին անընդհատ ինչ որ բաներ, որ մարդիկ կան, որ ձերբակալվում են, կասկածի հիմքով ինչ որ փաստեր ա եղել, եկել են իջել են կալանավորվել են, չգիտեմ, սրտանց էսի ուզում եմ ասեմ, բայց նաև սրտանց բոլորից սպասում եմ, բոլորիդ, բոլոր աշխարհի հայությանս, էսի այն ամենակարևորագույն քայլերից մեկն ա մեր հայրենիքի համար, որ մենք պիտի ճիշտ կատարենք։ Ու հիշեք, այսօր մենք կարող ենք անենք արդար ընտրություն, ի շնորհիվ մեր հեղափոխության։ Չկա էլ որ լցնեն ձայները կամ եւ այլն։ Եկեք մեր արդար ընտրությունը կատարենք ու այս մասով է մի հատ ուսումնասիրեք ժողովուրդ ջան։ Եթե ավել տվյալներ գիտեք, այդ գրեք, ես էլ իմանամ։ Ինձ էլ հետաքրքրում է։ Առանց քաղաքական հայացքների եմ ասում։ Ինձ հետաքրքրում է յուրաքանչյուր իմ հայ մարդու հետ ինչա կատարվում։